Լույս հաղորդաշարի շրջանակներում քննարկելու ենք շատ հետաքրքիր թեմա։ Բոլորս էլ գիտենք այդ զգացողությունը, երբ սխալվել ես ու ներսդ սկսում է կրծել։ Այդ պահին ամենամեծ սուտը, որ կարող ես քեզ ասել, սա է. ես պետք է սուրբ լինեի, բայց ձախողվեցի։ Իրականում այս աշխարհում չկա անսխալ մարդ։ Կա միայն երկու տեսակի մարդ՝ նա, ով սխալվում ու թաքնվում է, եւ նա, ով սխալվում ու վազում է դեպի լույսը։ Կարևոր չէ, թե որքան մեծ է քո սխալը, կարևոր է ինչ ես դու զգում այդ պահին։ Եթե ցավ ես զգում, նշանակում է խիղճդ դեռ ողջ է։ Սխալվելը մարդկային է, բայց սխալի մեջ մնալն ու դիմակ հագնելը կործանարար։ Մի փորձիր արդարանալ աշխարհիկ ձևերով, թե բոլորն էլ այդպես են անում։ Անկեղծ եղիր քո ցավի մեջ։ Երբ մարդը սխալվում է, նրա առաջին բնազդը փախչելն ու թաքնվելն է, ինչպես Ադամն արեց դրախտում։ Մենք թաքնվում ենք աշխատանքի, հեռախոսների, կեղծ ժպիտների կամ ուրիշներին մեղադրելու հետևում։ Բայց հոգևոր հասունությունը հենց այստեղ է երևում։ Փոխանակ Աստծուց փախչելու վազիր դեպի Աստված։ Նա միակն է, ով տեսել է քո սխալը դեռ այն չանելուց առաջ ու դեռ սիրում է քեզ։ Մարդիկ հաճախ դիմում են նրանց, ովքեր իրենց կարդարացնեն կամ կքննադատեն, բայց դու դիմիր նրան, ով կարող է քեզ մաքրել։ Սխալը բեռ է, որ միայնակ կրելը մեջք է կոտրում։ Դիմիր Աստծուն ոչ թե որպես դատավորի, այլ որպես հոր, ով սպասում է քո վերադարձին, որպեսզի օգնի քեզ վեր կենալ ու փոշին թափ տալ։ Քրիստոնեությունը անսխալականների ակումբ չէ, այլ սայթակացների հիվանդանոց։ Կարևոր չէ, քանի անգամ ես ընկել, կարևոր է, որ ուղղությամբ ես նայում ընկած ժամանակ։ Նայիր վերև, ձեռքդ մեկնիր Աստծուն և թույլ տուր, որ քո սխալը դառնա քո ամենամեծ դասն ու դեպի Աստված տանող ամենակարճ ճանապարհը։